Ինչպես եք գնահատում այս անցնող քարոզարշավը, այս օրերին քաղաքացիների հետ շփումները ինչ են ցույց տալիս։ Երկու բան առանձնացնեմ, այս քարոզարշավը մնացած բոլոր երբևէ եղած քարոզարշավից տարբերում է նրանով, որ այս քարոզարշավի ընթացքում հնչեցին վիրավորանքի, սպառնալիքների եւ ատելության խոսքի հսկայական ծավալ եւ այդ խոսքը գեներացվում էր իշխանության կողմից։ Ինչ վերաբերում է քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, ինչ տպավորություն եմ ստացել, քաղաքացիները ուզում են փոփոխություններ եւ սպասում են լավ փոփոխությունների ու ես վստահ եմ, որ ընդամենը 2 օր անց քաղաքացիները իրենց ձայնով հենց տեր են կանգնելու այդ փոփոխություններին։ Գիտեք, մարդիկ արդեն հոգնել են այս ատելության մթնոլորտից, մարդիկ հոգնել են այս ամենօրյա ստրեսից։ Եթե մենք դուրս ենք գալիս քաղաք, ոչ մի բան եթե նույնիսկ չկա, այս քաղաքի մթնոլորտը այնպեսին է, որ մարդ անընդհատ ստրեսի մեջ է։ Հետևաբար պետք է մենք հաղթահարենք այս մթնոլորտը եւ պետք է հիմք դնենք լավ փոփոխություններին։ Մարդկանց կողմից մեղադրանքներ կան, ասում են պատգամավոր է, հիմա բարգավաճի ցուցակով է առաջադրվել, այս փոփոխությունը ինչ։ Գիտեք, ես այդ հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ, բայց եւս մեկ անգամ ասեմ, առաջարկ Հայաստանին ծրագիրը եւ գրվում էր եւ ես էլ աշխատում էի մեր հասարակության տարբեր անդամների հետ այդ ծրագրի շուրջ, ես նույնիսկ չէի պատկերացնում, որ առաջարկ կլինի հայտնվել մի ցուցակում, որտեղ տարբեր քաղաքական գործիչներ են եւ ովքեր այդ առաջարկ Հայաստանին ծրագիրը ներկայացնելու են մարդկանց։ Բայց մի կարևոր հանգամանք, այստեղ ճակատը մեկն է, մեր բոլորիս իրական ընդդիմադիր ուժերի նպատակը մեկն է, պարզապես նմարտավարության տարբերություն է։ Մնացած մեղադրանքները թողնում եմ իրենք սովոր են մանիպուլացնելու, թող շարունակեն։ Վարդանյան, իսկ այս ճնշումները, որ լինում են, կալանավորում են ձեր թիմակիցներին, տարբեր խուզարկություններ են անցկացվում, դեռ 2 օր կա մինչ ընտրության օրը, ինչ եք կարծում կշարունակվի։ Ես վստահ եմ, որ դեռ շարունակելու է, որովհետև այդ մարդը հանգստացողը չի։ Այսինքն ես ենթադրում եմ, որ ամեն օր երբ ինքը աչքի տակով անցկացնում է սոցիոլոգիական հարցումների արդյունքները, հերթական ցնցումների մեջ են գնում եւ այդ խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումները դրա ապացույցն են։ Մենք այսինքն ենթադրում էինք ի սկզբանե, որ իրենք որդեգրելու են ռեպրեսիաների ճանապարհը եւ այո, կարծում եմ, որ նա հանգստացողներից չէ, բայց ամենակարևոր հանգամանքը այդ վարքագիծը որևէ կերպ չի ընկճում ընդդիմադիրներին եւ եթե դուք նկատում եք հակառակը շատ ավելի մեծ ավյունով են շարունակում պայքարը եւ մի կարևոր հանգամանք կա, որի մասին ես միշտ խոսում եմ, սովորաբար ճնշումները շատ կարճ ժամանակ հետո հակազդեցություն են առաջացնում եւ ես միշտ զգուշացրել եմ, ելի եմ ուզում զգուշացնել իշխող ուժին, որ ձեր ճնշումները շուռ են գալու ձեր դեմ։ Իսկ վարչական ռեսուրսի կիրառման մասին ինչ կասեք, այսօր մի քանի այդպիսի դեպքերի մասին տեսանք հրապարակումներ։ Այո, գիտեք, ես չեմ զարմանում։ Այս իշխանությունները, երբ այս իշխանության էին գալիս տարբեր տեսակի խախտումների դեմ խոսելով, իշխանություն գալիս հետո դարձան հենց իրենք այդ խախտումները կրողը։ Եվ այո, բազմաթիվ հրապարակումներ կային, որ օրինակ վաղվա հանրահավաքին վարչական ռեսուրսով ստիպելու են մարդկանց ներկա գտնվել։ Ես մեր հայրենակիցներին, հատկապես պետական համակարգում աշխատող մեր հայրենակիցներին, ովքեր իսկապես զզվել են այս իրավիճակից, պարզապես խորհուրդ կտամ, ես վստահ եմ, շատ դժվար է իրենց խորհուրդ տալ, ընդդիմանալ, հակառակ գնալ, որովհետև դրան կհաջորդի մասսայական ազատումները։ Պարզապես խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին հունիսի 7-ին, երբ կլինեն քվեախցում, քվեարկեն իրենց խղճին համապատասխան։ Վաղը իրենց ստիպելով կբերեն հանրահավաքի չեն բերի, դրանից իրենց վերաբերմունքը պետությանը չպետք է փոխվի։ Այսինքն հունիսի 7-ին իրենք պետք է քվեարկեն մեր պետության ապագայի եւ մեր պետության հեռանկարի համար։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։